Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ։ Այո, հարգելի ռադիոլսողներ, Բարի լույս։ Բարի լույս, մեկնարկեց երաժշտական առավոտը։ Ձեզ ողջունում ենք սիրով, ջերմությամբ եւ իհարկե տոնական տրամադրությամբ։ Հայկական գույներով մաքրամաքուր հայկական երաժշտություն այսօր հնչելու ժամ ու կես կենթանի կատարումներով մեր հարազատ հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլն է։ Դիրիժոր Աշոտ Պետրոսյան, Աշոտը հիմա այսպես տեսախցիկներից դուրս է, բայց հիմա համեցեք։ Մեր կողքին տեղ են զբաղեցրել գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ, հայ երգի կենթանի լեգենդ Ռուբեն Մաթևոսյանը, մայստրո ջերմ ողջույններ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև սիրելիս։ Երգչուհին Ունե Բադալյանն է այստեղ։ Բարի լույս։ Բոլորին, երաժիշտներին, ամբողջ խմբին, անձնակազմին, մեր անձնակազմին ասում ենք բարի լույս եւ եկեք մեր լսարանին։ Մեր երգիչներին էլ ենք ասում բարի լույս, որոնց ընթացս կտեսնեք։ Բնականաբար հարգելի ռադիոլսողներ արդեն հասկացաք, որ այսօրվա եթերը հստակ տարբերվում է, այն յուրահատուկ է, այն տոնական է եւ հատուկ հենց ձեզ համար է հարգելի շատ սիրելի ռադիոլսողներ, իսկ ինչպես միշտ երաժշտական առավոտը վարում են Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը եւ ինչպես միշտ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև դիտել, լայվը գործարկված է Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում, նաև մեր պաշտոնական կայքում armradio.am կայքում։ Եվս, եթե ունեք ձեռքի տակ TikTok, կարող եք գործի դնել եւ տեսնել մեր լայվը մեկ այլ տեսանկյունից։ Երկու պատուհան սկզբունքով մենք մեր անձնական տիրույթներում հեռարձակում ենք նաև լայվը, այնտեղ էլ կարող եք մեկնաբանություններ գրել, շռայլեք ձեր ջերմ խոսքերը հարգելի ռադիոլսողներ, իդեպ արդեն ունենք ջերմ ողջույններ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում, որ ոչ միայն մեզ լսում, ոչ միայն մեզ դիտում, այլև հաղորդակից եք լինում մեզ հետ։ Առաջինը մեզ բարի լույս է մաղթում Հեղինե Մովսիսյանը, միացեք մեզ։ Դե իսկ մենք այսօր հանդիպում ենք մի քանի հոբելյաններից։ Առաջ նախ մյուս տարի նշում ենք հանրային ռադիոյի 100-ամյակը։ Եվ ոչ միայն։ Դա մեզ համար յուրատեսակ է, որովհետև 100 տարի չենք աշխատել, բայց այդուհանդերձ երկար ու ձիգ տարիներ աշխատել ենք այս հրաշալի կառույցում եւ լիահույս ենք, որ շարունակելու ենք երկար ու ձիգ տարիներ աշխատել այստեղ։ Նաև կնշենք կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Այո, բայց պակաս կարևոր եւ հոբելյանական չեն եղել անցյալ այս տարին, որովհետեւ էլի հանրային ռադիոն երաժշտախմբերի հետ միասին կարևոր միջոցառումներ է նախաձեռնել եւ բնականաբար մեծ համերգներով տոն պարգևել հանդիսատեսին, ոչ միայն ռադիոլսողին, այլև հանդիսատեսին։ Մենք այս տարի յուրատեսակ մեծ շուկով նաև նշեցինք Հովհաննես Բադալյանի 100-ամյակը եւ կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի նաև տարին ամփոփենք ու այդ մեծ կարևոր իրադարձություններին էլ անդրադառնանք։ Արդեն մեր ռադիոլսողները հասկացան, թե ինչու է նաև այստեղ մեր շատ սիրելի երգչուհին Ունե Բադալյանը։ Եվս մեկ անգամ բարի լույս։ Դե հիշարժան էր, յուրատեսակ էր բնականաբար համերգը եւ ամբողջ ընթացքը, բայց ձեզ համար ամենահուզումնալիցն էր։ Մենք այդքան հաստատ չէինք ուզվի, որքան դուք։ Ձեր էմոցիաների մասին կուզեի խոսեիք։ Այո, գիտեք, այս տարի իսկապես շատ ջերմ հիշողությունների տարի էր։ Մենք մեր ընտանիքով ապրեցինք, շատ սենց խառը էմոցիաներ ապրեցինք այս տարի, քանի որ կապված հայրիկի հոբելյանականի հետ, քանի որ եղան մի շարք հեռուստատեսությունով հաղորդումներ, օրինակ Հրաչուհին Ութմասյան իր հանդիպում առաջինում հաղորդումը նվիրվեց, Դիանան Գրիգորյան իր հաղորդումը ամբողջովին ուրեմն նվիրեց հայրիկին, Առավոտ Լուսոն անդադ անդրադառնում էր հայրիկին։ Դե ինչպես կարող էին չանդրադառնալ։ Այո, անընդհատ։ Եվ ունեցանք շքեղ ուրեմն երկու համերգ ֆիլհարմոնիայում Արամ Խաչատրյանի անվան դահլիճում, մեկը ուրեմն հայրիկի սիրելի այսպես ասած Արամ Մերանգուլյանի անսամբլի հետ էր, վաստակավոր անսամբլի հետ էր, որի համար մենք մեր ընտանիքով շատ շնորհակալ ենք մայստրոյին Ռուբեն Մաթևոսյանին, դիրիժորին Աշոտ Պետրոսյանին, որոնք իսկապես մի շքեղ տոն մեզ պարգևեցին եւ ես ընդհանրապես ուզում եմ բոլորին առիթից օգտվել եւ բոլորին, ովքեր որ աշխատեցին
որպեսզի կայանա այո հոբելանականը Արժանի անուն եւ մեծություն, ինչպեսին Հովհաննես Բադալյանն։ Շնորհակալություն։ Մեզ համար մեծ պատիվ էր այդ համերգի մի մասը կազմելը։ Այո։ Իսկապես պատիվ էր, որովհետև լեգենդներ, որոնք մնայուն արժեք են թողել։ Մնայուն արժեք են թողել, որ հետո մենք էլ պիտի փոխանցենք մեր սերունդներին, արդեն մեր բալիկներին եւ այդպես պիտի շարունակենք։ Ճաշակ, որակ, բարձր որակ, որը ցավոք մեր իրականությունում ժամանակակից աշխարհում եթե դիտում ենք, ապա մի քիչ զիջել է ձևին բովանդակությունը, այս պարագայում առավել կարևոր են կարևոր է մեզ համար հիշել են մեծություններին, որոնք որակ են թողել, բովանդակություն են թողել սերունդներին։ Այո, մենք փորձում ենք ամեն ինչ անել։ Մայստրո, խնդրում եմ մի քիչ էլ դուք պատմեք ձեր հույզերի մասին Հովհաննես Բադալյանի համերգի հետ կապված։ Ինձ համար եւ հեշտ է եւ դժվար խոսել Հովհաննես Բադալյանի մասին, բայց շատ կարեւոր է հիշատակել, որ նա իր երգչական գործունեությունը իբրև երգչի մկրտություն ստացել է հենց Հայաստանի ռադիոյում։ Ինչու՞, երբ 45-ին նա ներգաղթեց Հայաստան, առաջին աշխատանքային տեղը եղավ ռադիոյի երգչախումբը Կարո Զաքարյանի ղեկավարությամբ, որից հետո նրա այդ շնորհքը շատ արագ նկատեց Թաթուլ Ալթունյանը եւ հրավիրեց երգի բարի անսամբլ։ Երկար տարիներ, այսինքն մի քանի տարի աշխատելուց հետո եկան երկրի համար բավականին դժվար տարիներ, որը իրավունք չէր տալիս Հովհաննես Բադալյանին որևէ երաժշտական կոլեկտիվում աշխատակցել։ Եվ նա մնաց առանց աշխատանք գրեթե 2-3 տարի, որից հետո նրան հրավիրեց Մերանգուլյանը ռադիո եւ իր ամբողջ երգչական գործունեությունը նա ոչ թե վերականգնեց, այլ հաստատեց իբրև լավագույն ժողովրդական երգչի օրինակ հենց մեր անսամբլում։ Փառք ու պատիվ իրեն, որ հարյուրավոր երգերի առաջին կատարող է եղել, որ սերունդներ է թողել, որ զբաղվել է նաև մանկավարժության, բայց երգչական գործունեությունը իբրև օրինակ, իբրև անկրկնելի օրինակ ավելի ճիշտ կայացել է հենց այս ստուդիայում։ Ես նրա հետ աշխատեցի 45 տարի, եթե չեմ սխալվում, 40-45 տարի, կողք կողքի։ Նրա երգչական ունակությունները ինձ համար շատ պարզ էին, որովհետև հենց կողքին էի երգում, հատկապես մեր մի քանի դուետները, որ մենք ներկայացրեցինք ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսի, ինչ ասեմ, Բադալյանը երևույթ էր։ Բադալյան արվեստագետին միշտ պետք է հարգել։ Գիտեք, ժամանակներ կան, ժամանակաշրջան կա, կատարողներ կան, որ հենց այդ ժամանակի համար են կարևորվում, բայց անուններ կան, որոնց կատարյալ արվեստը բոլոր ժամանակների համար է, այնպես որ Բադալյանը այդ կատեգորիայի մեջ է եւ անմոռանալի անուն բոլորիս համար։ Շնորհակալություն մայստրո։ Շնորհակալ ենք մայստրոն, ես այն երջանիկներից եմ, ով առիթ է ունեցել, այսպես երջանիկ որպես մեկ բեմահարթակում հայտարարել եւ Ռուբեն Մաթեոսյանին եւ Հովհաննես Բադալյանին միասին կողք կողք։ Ես հիշում եմ ձեր հիացնող դուետները, զուգերքերը, երբ հորովել եք երգում բեմում։ Եվ ինչպես էր ցնցում Սփյուռքում ապրող մեր հանդիսատեսը։ Անսամբլի մասին է խոսքը։ Դուետների մասին էինք խոսում ձեր։ Իր գործունեությունը։ Գիտեք ինչ, նա շատ խստապահանջ էր, երբ կանգնում էր միկրոֆոնի առաջ եւ պետք է իր ձայնը ի պահ տալու գաղափարով երգեր, որովհետեւ բաց համերգներին բոլորովին ուրիշ գիտակցություն է, իսկ ռադիոյի միկրոֆոնի առջև շատ պատասխանատու, որովհետև այդ մեկ անգամ ձայնագրված ստեղծագործությունը հազարավոր անգամ պետք է եթերում հնչեր եւ պահվեր բոլոր ժամանակների համար։ Ի փառք Բադալյանին նրա գրեթե բոլոր երգերը այդպիսին էին, այնքան կատարյալ
որ երբեք չի կարելի մոռանալ եւ շփոթել որևէ մեկի հետ։ Եվ մեծ թվով ձայնագրություններ նաև մեր հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում են պահվում, ահռելի մեծ քանակով։ Ես կարծում եմ ճիշտ ժամանակն Այո, շարունակենք մեր ռադիոհամերգը երաժշտական առավոտի ուղիղ եթերում եւս մեկ անգամ հիշեցնենք։ Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլն է եւ այս պահին մեզ միանում է նաեւ Արթուր Իսպիրյանը։ Ողջույն Արթուր։ Բարի լույս։ Ահա։ Ծափեր են հնչում հիմա։ Արթուր Իսպիրյան, Նունե Բադալյան։ Ինչ ենք լսելու հիմա։ Ինչ են կատարելու մեզ համար։ Ջերբաշյանի լիրիկականը։ Վայելենք միասին։ Շուրջ բոլոր զով քամին երկիչ դարել մեզ ասում է օրոր բայց աչքից խոմ չի գալիս հիշել եմ քեզ սիրելիս դու իմ անմոռաց սեն ես երազած բայց աչքից խոմ չի գալիս Հիշել եմ քեզ սիրելիս, դու իմ անմոռաց, սերն ես երազած։ Ծաղիկներ առու աղբյուր, կաղրիներ դարավոր, աստղիկներ հազար ու բյուր, մեզ ասում են օրոր, բայց աչքից Նունե Բադալյան եւ Արթուր Իսպիրյան։ Շնորհակալ ենք, անչափ շնորհակալ ենք գեղեցիկ կատարման համար եւ վաղ առավոտյան այսպիսի դրական հույզեր ու լիցքեր փոխանցելու համար։ Ական շոյող, քնարական, գեղեցիկ կատարում։ Կենթանի կատարումներ են հանրայինի ուղիղ եթերում։ Միայն կենթանի կատարումներ։ Սա միշտ եւս մեկ անգամ պիտի ֆիքսենք, որովհետեւ հաճախ երբ շատ որակյալ եւ պրոֆեսիոնալ է կատարումը, մարդկանց թվում է թե գուցե դա ձայնագրություն է։ Այս պարագայում եւս մեկ անգամ շեշտենք, որ միմիայն մեզ մոտ կենթանի կատարումներ են եւ եւս մեկ անգամ ծափահարություններ հնչեցնենք Արթուր Իսպիրյանին ու Նե Բադալյանի համար։ Քանի որ Արթուր Իսպիրյանը հիմնականում մեզ մոտ ֆոնդային ձայնագրություններով է զբաղվում հանրային ռադիոյում, կա մոտավոր թիվ այ Հովհաննես Բադալյանի ձայնագրությունների
Մենք գիտենք, որ դա 1000-ն անցնում է, բայց այդ թիվ կա կոնկրետ թե ոչ։ Մոտավոր թիվ դեռ չկա, որովհետև դեռ Շատ շարունակվում են թվային աշխատանքները եւ շատ ձայնագրություններ դեռ արխիվում են, բայց հիմա մենք կարող ենք լսել մոտավորապես 350-ից ավել ձայնագրություն, որը տեղադրված է արդեն համացանցում, թվայնացված եւ մաքրած տարբերակը եւ նորից ողջունում եմ ձեր հաղորդաշարը եւ ուզում ասել, որ մյուս տարի շատ կարևոր տարի է մեր հանրային ռադիոյի, հանրային հեռուստատեսության եւ մայստրո Ռուբեն Մաթեոսյանի 85-ամյակն ենք նշելու մյուս տարի, եւ շատ անակնկալներ եւ համերգներ են լինելու մյուս տարի։ Այսինքն համերգաշատ է լինելու։ Համերգաշատ ամբողջ հանրապետությունով։ Մենք դեռ խոսենք իդեպ մարզային համերգների մասին, որը նաև հանրային ռադիոն է նախաձեռնելու, քիչ անց դեռ խոսենք։ Մարզային համերգների մասն էլ կխոսենք, որովհետև մենք չենք սահմանափակվելու միայն Երևանի տարածքով, այլ հանրային ռադիոն նաև մեծ համերգներ է ունենալու տարբեր մարզերում, այնտեղ որտեղ քիչ են տեղի ունենում նման միջոցառումներ։ Այո, մենք գալու ենք մարզեր եւ միասին ենք նշելու հանրային ռադիոյի 100-ամյա հոբելյանը։ Մեզ միացավ շատ սիրված տաղանդավոր Վարդան Բադալյանը, բարի լույս Վարդան, տրամադրությունը շատ լավ։ Վարդանը կարծես մեր հատուկ թղթակիցը լինի երաժշտական տեսանկյունից։ Դեսպանը։ Մեր դեսպանը երաժշտական դեսպանը։ Վարդան, ինչ հետարքիր նորություններ ունես, գիտենք վերջերս ես վերադարձել նահանգներից։ Շնորհավորում ենք, մրցանակ ստացած նաև այնտեղ։ Ասա, որ Հայաստանից լավ տեղ չկա։ Հաստատ։ Ինչ կասի բադալյանական ոճի մասին Վարդանը։ Նախ ուզում եմ ասել, որ շատ մեծ պատիվ է ինձ այսօր այստեղ գտնվել եւ Հովհաննես Բադալյանի հետ ինձ բացի այն, որ ես շատ սիրում եմ իր երգերը, իր կատարումները, ինձ կապում է նաեւ ազգանունը, որտեղ ինձ միշտ շփոթում են, չէ՞։ Ասում են ինչ կապ կա, ինչ կապ կա։ Միշտ ասում են դու իր թորնիկն ես, ես ասում եմ այո։ Ասում են Բադալյանի թորնիկներ դրա համար էլ առաջ գնաց։ Բայց ես նկատում եմ ոճը կա այնուամենայնիվ դու վերցրել ես ակամայից ազդեցությունը կա։ Ես շատ սիրում եմ մաման։ Լուվեն։ Ինչ եք լսելու հիմա Վարդան։ Անցա գնացին։ Վայելենք միասին, այո։ Պես մի ծաղիկ հողից դուրս ելավ կյանքին շպտացի անցագնացի աշխարհը որպես մի քնքուշ երաս աչքովս տեսա անցագնացի Աչքովս տեսա անցագնացի տեսա լավ ու վատ տեսա համբերա տեսա շատ կարիք ահա նոր զրկան տեսա լավ մարդիկ բարի աշխատան բարևս տվի անցագնացի Շահենեմ երկեցի նոր ման եկած աղկաց մուրակներ բոլոր
Զգացի մահս, մնացի մոլոր, կյանքս տվեցի, անցագնացի, կյանքս տվեցի, անցագնացի, և ինչ ես դու կյանք կարոտով երաս, ապտակը դուշկին բարիքդ մուրաս, մտքերդ խորը մարդիկ քեզ անհաս, քեզնից կարոտով անցագնացի, մտքերդ խորը մարդիկ քեզ անհաս, քեզնից կարոտով անցագնացի։ Ծափարություններ այս պահին Վարդան Բադալյան Միանշանակ ծափարություններ Եվ անսամբլ։ Համեցիր։ Այստեղ TikTok-յան հարթակում գրում են առավոտ շուտ ով է երգում։ Ասում ենք այն երգիչները, որոնք հայտնվում են այս ստուդիայում։ Դուդուկի Ղամիշը դեռ չի բացվել, երգացնում Դուք եք մարդկանց մարդկանց։ երգացնում եք։ Մեր նվագախմբի անսամբլի երաժիշտների մոտ Դուդուկի Ղամիշը գիշերն էլ է բաց, Միշտ այնպես որ բաց է։ Անհոգ եղեք, միշտ բաց է եւ միշտ մեզ մոտ երգում են պրոֆեսիոնալները։ Ահա։ Վարդան տպավորություններդ նաև անցյալ տարվա հետ կապված մեծ համերգներ 2025-ի եւ առհասարակ գործակցությունը այս հրաշալի կոլեկտիվի հետ մշտապես է, ինչը մեզ միմիայն երջանկացնում է։ Շնորհակալություն, ես էլ եմ շատ ուրախ։ Շնորհիվ մեր մայստրոների ես մեծ պատիվ ունեցա այս տարի բազմաթիվ թիվը չեմ հիշում, երևի 10-ից ավել ձայնագրություններ ունեցանք Արամեյան նվագախմբի հետ, նաև համերգներ, նաև Հովհաննես Բադալյանի նվիրված համերգներին մի խոսքով այս տարին շատ բուրներ եւ կարծում եմ դեռ կշարունակենք։ Համար ենք էլ ասում դեսպանը երաժշտության տեսանկյունից միշտ միասին։ Այս անցած տարին, եթե անցած տարին ենք ամփոփում, նաև մայստրոյի Հոբելյաններ Ամերիկայում, որին նաև մասնակցեցինք։ Ես կարծում Վարդան, քեզ կարելի է իրավամբ համարել այ բադալյանական եւ մաթեոսյանական ոչի շարունակողը։ Չգիտեմ, Մայստրո գոհեք կատարումներից։ Ես Վարդանի երգչական արվեստը շատ բարձր եմ գնահատում։ Նախ ինքը իմ հարազատ մարդու սանն է, վերջապես ավարտել է կոնսերվատորիան եւ ամենակարևորը գրեթե գերակշռող մասը իմ երգացանկից է իր կատարած երգերի եւ ես շատ գոհ եմ եւ ուշադիր որ հետեւել եմ երգչական դպրոցին նաեւ բայց մայստրո ուրիշ երգ չկա բոլորը դուք երգել եք շնորհակալ եմ շատ ուշիմ մեկն է եւ շատ է սիրում երգել իսկ ոչ թե հենց այնպես երգել այլ պարզապես հասկանալով լսելով վերապրելով կարծես եւ համեմատվելու որևէ առիթ չունենալու համար նա գերադասում է իր զգացողություններով արտահայտել ցանկացած ստեղծագործություն այնպես որ Վարդանի լինելիությունը ինձ համար շատ կարեւոր է Ես էլ մի բան ավելացնեմ Վարդան Բադալյանը այն քիչ երգիչներից է որ պահեց որակը եւ չընկավ նորաձևության կամ այլ ոճի երգեցողության շատ համեստ լավ անձնավորություն շատ գնահատում ենք մենք որ կարևոր է քեզ համար նաև որակյալը ու հայկականը մաքուր հայկականի մասին է խոսքը Շնորհակալություն առավոտ շուտ Վարդանը երազում է այստեղից գնա շուտ Մեզ գրում են Facebook-յան հարթակում բարի լույս ողջունում եմ ձեզ եւ ձեր մեծարգո մայստրոին Վիգեն Եղազարյանն է գրում այստեղ սրտիկներ ունենք շատ Արամը Մկրտչյան հավելում է որ Հովհաննես Բադալյան 10 դարը մեկ է ծնվում մենք եզակի սերունդ ենք
վայելում ենք մեծն վարպետի շնորհքը։ Մեզ է ողջունում, շնորհակալություն։ Շնորհակալ ենք ջերմ խոսքերի համար, Արամ, այո։ Եվ շարունակվում են այսպես Վիգեն Եղիազարյանն է ողջունում մեզ, ահա, ասացիր, արդեն այնքան շատ են խառնում ենք, էլի, այսպես։ Շարունակեք հետևել մեր լայվերին, թե Facebook-ում, թե armradio.am կայքում, թե TikTok-յան հարթակում։ Իսկ հիմա շարունակենք եւ այստեղ է նաեւ մեր մյուս շատ սիրելի հատուկ տղտակից տեսմանը։ Այսպես պիտի ասենք, որովհետև ստացվում է, որ անդադար իրար ենք տեսնում, նախագծերում ենք հանդիպում եւ դա ոգևորում է ու հրաշալի է ուղղակի։ Ողջունում ենք, բարի լույս։ Հիմա քեզ էլ կլսեմ։ Հրանտ Մուրադյան։ Հրանտ Մուրադյան, բարի լույս եւս մեկ անգամ։ Ահա։ Հրանտ, դու ինչ կասես, դու եւս անմասն չես այս բոլոր համերգներից, նախագծերից եւ նաեւ ոճը շարունակողներից մեկն ես։ Էլի պահելով որակը, ոճը, հայկականը։ Իհարկե մեծ պատիվ է եւ առաջին հերթին պատասխանատվություն երկել ժողովրդական եւ պահպանել եւ համարվել ժողովրդական երկիչ։ Ամենամեծ կոչումն է եւ մեծ առաքելությունը։ Հրաշալի է։ Համա շնորհակալություն նման կարծիքի համար։ Իհարկե մայստրոին էլ շնորհակալություն։ Ինչ ենք լսելու հիմա։ Ինչ ասեմ, Աշուղ Հավաս։ Գնացինք։ Դարձյալ ծափարություններ հնչեցնենք Հրանտ Մուրադյանի այս գեղեցիկ կատարումից հետո շնորհակալ ենք Եվս մեկ անգամ հիշեցնենք, մենք Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք եւ այս առավոտ մեր տաղավարում է Հանրային ռադիոյի Արամ Մերանգոլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը իր կենթանի կատարումներով դիրիժոր Աշոտ Պետրոսյան, գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ, հայ երգի լեգենդ Ռուբեն Մաթևոսյան։ Ես արդեն այստեղ եմ, ետ վերադարձա։ Դու վերադարձար։ Այո, հիմա նաև ուզում ենք խոսել մշտական գործակցության մասին, որովհետև իզուր չասացինք, որ մշտապես տեսնում ենք եւ դա մեզ ոգևորում ու ոգեշնչում է, որքան կարեւոր է նաեւ մշտական միասին ելույթներ ունենալը, նվագախմբի հետ, անսամբլի հետ ելույթներ ունենալը քեզ համար։ Այնքանով կարեւոր է, որ կարծում եմ այդ բացառիկ հնարավորությունը շատ քչերն են ունենում եւ դա առաջին հերթին նաեւ պատիվ է բոլոր երկիշների համար,
նվան լեգենդար նվագախմբի նվագակցությամբ եւ նման անսամբլում, որը որ ես փոքր տարիքից լսել եմ եւ շատ սիրել եմ եւ պարոն Մաթևոսյանի իմ ուսուցչի շնորհիվ հայտնվել եմ այստեղ եւ դա իհարկե մեծ պատիվ է։ Վերադառնանք Հոբելյաններին, որոնք սպասում են մեզ արդեն 2026-ին, նաև վաստակավոր անսամբլ Արամ Մերանգոլյանի անվան նշում է իր 100-ամյակը։ Այստեղ գրել էին բացեք միացել, արդյոք խոսվել է այդ Ոչ, մասին։ հիմա մենք կխոսենք եւ մեր կողքին Թեպետ է չեն շտապել եւ պատասխանել էր, բայց թե։ Ահա։ Մեր կողքին է Ռուբեն Մաթևոսյանը, մարդ ով կանգնած եղել ակունքներում նաև։ Այո, անսամբլի 100-ամյա Հոբելյանին ենք, ինչպես ենք պատրաստվում եւ ինչ Գիտեք ինչ, կասեք։ այս արվեստի տաճարը ռադիոն ինձ համար այդպիսի գիտակցություն է։ Կերտել է իսկապես ամեն ինչ։ Այստեղ պահվում են հարազատ եւ անմոռատ ձայներ, բայց չմոռանանք, որ Հայաստանի ռադիոն, որ հիմնադրվեց 1926 թվականին, հենց նրա հետ ծնվեց այն անսամբլը, որ այսօր փառքով կրում է Արամ Մերանգոլյանի անունը։ Ինչու՞, որովհետև 1926 թվականին ստեղծվեց ռադիոյի հետ հենց այս անսամբլը ղեկավարությամբ Արամ Մերանգոլյանի։ Գիտեք ինչ, հենց առաջին օրը, երբ առաջին եթերը հեռարձակվեց, անսամբլը նստած էր եւ հայտարարվեց, իհարկե պաշտոնական բացումից հետո երգում է Արաքսի Գյուլզադյանը եւ առաջին անգամ հնչեց նրա ձայնը 26 թվականին, որը անընդմեջ հնչեց ռադիոյով այդ ժամանակ եւ առհասարակ մինչեւ իմ գալուց հետո էլ երկար ժամանակ կենթանի համերգները դեռ գոյություն ունեին եւ հրաշալի էր, ինչպես այսօր։ Հրաշալի դպրոց էր դա եւ երկչին պահում էր իր կաղապարի մեջ, բայց չմոռանանք, որ Մերանգոլյանի անունը կրող այս անսամբլը եղավ հայ երգի ոչ միայն պահապանը, այլև լավագույն պրոպագանդիստը համայն աշխարհի հայության համար եւ նրանց հոգում գիտակցության մեջ սրտում կարևորվեց հենց Հայաստանի ռադիոյից հեռարձակված եւ ձայնապնակներից հայտնի այն կատարողների անունները, ովքեր դառան նրանց համար անբացատրելի էակներ, մարդիկ, ես օրինակ իմ օրինակով միշտ ասել են ձայն Հայաստանից եւ այդ ձայնը կարողացավ բոլոր երկիչների մասին է այն անվանի երկիչների, այդ թվում Բադալյան, Համբարձումյան, այո, ինչու՞ չէ Մաթևոսյան, կարողացան կամրջել սփյուռքը Հայաստանին, կարողացան հասկացնել ժողովրդին, որ հայ երգը, ժողովրդական երգը անմեռ է, իզուր չէ, որ Իսահակյանն ասել է, մենք ոչնչացող ազգ չենք, որովհետև մենք ստեղծել ենք մեր էպոսը Սասմատան, ստեղծել ենք մեր լեզուն դասական եւ ամենակարևորը ստեղծել ենք մեր երգը ժողովրդական։ Ահա թե ինչու ժողովրդական երգը կարևորություն է բոլոր ժամանակներում։ Ազգի դիմագիծը դա մեր դեմքն է, մեր խոսքը, մեր մեղեդային մտածողությունը։ Մենք ենք աշխարհին տվել Արամ Խաչատրյանից մինչև այս անսամբլը եւ բոլորին։ Շնորհակալություն ձեզ, որ գիտեք նկատել, շնորհակալություն ձեզ, որ մինչև օրս 99-ամյա ռադիոն եւ անսամբլը այստեղ են, հենց այս ստուդիայում։ Մենք ենք շնորհակալ, այո, ժողովրդական գործիքների անսամբլը դարբնոց է հայ երգի կատարողների համար եւ առասարակ հայ երգը տարածելու։ Իսկ մեզ համար յուրահատուկ անսամբլ է, որովհետեւ այստեղ են նաեւ մեր վաղուց արդեն ընկերներ դարձած գործընկերները։ Եվ մեզ համար մեծ պատիվ է մշտապես ներկայացնել վաստակավոր անսամբլը եւ իհարկե վայելել նման մեծության Ռուբեն Մաթևոսյանի ներկայությունը մեր եթերում։ Ու միշտ տեսնել նրանց ջերմ ժպիտները։ Շնորհակալություն ձեզ։ Վարդան Բադալյանն է կրկին խոսափողի մոտ։ Վարդան, հիմա ինչ ենք լսելու։ Խաչատուր Ավետիսյանի գեղեցիկ երգերից մեկը կոչվում է Երկու ընկեր։ Կարծեմ նաև նվիրվում է հենց
Հովանես Բադալյանի ու հեղինակի տենց ընկերության։ Այո, հիշեցնենք, որ հաջորդ տարի նշելու ենք Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Խնդրեմ։ Թվում է թե երեք է երկու մանուկ ընկերներ քայլում էինք մեր բակում այս երբիչավ ձմերձյուն ինչքան հուշ կար հիշատար խորսուզվեցին ձյունի տակ ու քայլում ենք իրար հետ գնում ենք ետ գնում ետ բայց ինչ լավ է որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան գարնանորվա երթում սեր հասցրեցինք մինչ զմեր բայց ինչ լավ է որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան գարնանորվա երթում սեր հասցրեցինք մինչ զմեր տարիք չկա միասին ջերմակ չկա մեր մասին թվում է թե մանուկ ենք ու դպրոց ենք գնում դեր ինչ իմանանք մեզնիցով կասի մնաս դու բարով ով կմանա մեր մենակ մինչև սուզվի ձյունի տակ բայց ինչ լավ է որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան գարնանորվա երթում սեր հասցրեցինք մինչ զմեր բայց ինչ լավ է որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան գարնանորվա երթում սեր հասցրեցինք մինչ զմեր բայց ինչ լավ է որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան գարնանորվա երթում սեր հասցրեցինք մինչ զմեր ինչ իմանանք մեզնիցով կասի մնաս դու բարով ով կմնա մեր մենակ մինչև սուզվի ձյունի տակ ով կմնա մեր մենակ մինչև սուզվի ձյունի տակ Ծափեր են հնչում Ծափարում ենք Վարդան Բադալյանին եւ մեր հրաշալի անսամբլին Այսօր ականջահաճո կատարումներ են հնչում մեր եթերում եւ պրոֆեսիոնալ մակարդակով, որովհետեւ այստեղ միայն պրոֆեսիոնալներ են, որոնց համար ժամանակ գոյություն չունի, երբ նրանք պիտի ելույթ ունենան։ Շարունակենք զրուցել մայստրո Ռուբեն Մաթևոսյանի հետ, հիշեցնելով, որ հաջորդ տարին հոբելյանական է մի քանի հոբելյաններ եք նշելու, այդ թվում
Արամ Մերանգոլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի 100-ամյակն եք նշելու։ Մայստրո, եկեք հիշենք, ձեր մուտքը ինչպիսին էր եւ ռադիո եւ անսամբլ։ Սիրելի իմ եղբայր, իմ Տիգրան, ասեմ հետևյալը, երբեմն պահեր կան, որ բախտորոշիչ են լինում մարդու համար, բայց դա կապ ունի համարձակության հետ, բայց այդ համարձակությունը ես չէի կարող ունենալ, դա չգիտեմ ով ինձ թելադրեց, որ լինեմ այդպես համարձակ մեկը, որովհետև իմ բարեկամուհու տանն էի, Արաքսի Գյուլզադյանի տանը, ինքը խոհանոցում զբաղված էր ճաշ պատրաստելով, ես էլ առիթից օգտված հեռախոսի կողքը դրված էր գրքույկ, որտեղ գրանցված էին անուններ, որ կարդացի ապշեցի, ոնց թե, այս ինչ անուններ են, ես սրանք լսում եմ միայն ռադիոյով, աչամրակ հեռուստացույցությունը նոր էր, դրամար Արաքսիայի մոտ այդ անուններն էին, երկիչ երկչուհիների ու հանգարտ կարդացի Արամ Մերանգոլյան, ասի հետաքրքիր, առանց ինձ հաշիվ տալու, առանց ինձ ինքս իմ առջև պատասխանատու լինելով, հավաքեցի Մերանգոլյանի հեռախոսի համարը և դրեցի ականջիս, բայց գիտեք ինչ, ես ինձանից հեռու պահեցի, ով էր այդ համարձակությունը ինձ թելադրեց, չգիտեմ, ես այդպիսին չեմ եղել, ընդամենը 17-18 տարեկան տղա էի, պահեցի հեռու և սկսեցի երգել, ու վերջում, բայց ես տարված երգեցի իսկապես, շոտև շատ եմ սիրել երգել, մոտեցրեցի ականջից, որ լսեմ հավերժ այն ձայնը, որ նշանակում է վաղուց արդեն անջատված է հեռախոսը, մյուս ծայրում, դու, չէ, չկար, մեկ էլ մի հաճելի ձայն ինձ ասեց, երիտասարդ, դուք էլի երգ գիտեք, ասեցի այո, կարող եք երգել, ասեցի այո, այդ այոն ինձ պարտադրեց Մերանգոլյանին ներկայացնել 15 երգի կատարում, Հեռախոսով, հա, հետո ուրեմն ասեց, որ երիտասարդ է, շատ չգիտի ես երեխա եմ, որտեղ ձայնը կազմակերպված էր, ասեց, որտեղից եք խոսում, ձեր տնից, ասի, ոչ, բարեկամուհուս, ով է բարեկամուհիդ, ասի Արաքսի, դե շուտ այդ հեռախոսը փոխանցի Տիկին Արաքսիային, ես վերցրեցի, ինքը որի ասաց, ասի Մերանգոլյանն ասեց, խայտարակ եղանք դու ես զանգահարի, ասի, հա, վայ, հեսա հերս անուծելու է, որ վերցրեց մեկ էլ լսում եմ Արամ Արտեմիչ, ինչ է, մեկ էլ դեմքը ջերմացավ, ասեց, հաղուրբան տեղն է, մեկուց կբերեմ, ու ադվոյ տվեց, եկուց կբերեմ նշանակում է ինձ պետք է ներկայացնի Մերանգոլյանեն, մենք հաջորդ օրը եկաք ռադիո, հաջորդ օրը ռադիոյի 4-րդ հարկ հասանք, ինձ չէր հետաքրքրում, որ ես կերքեմ, չեմ երգի, բոլորովին, որ ես ռադիոն մուտք ունեցա եւ այդ աստիճաններով, որ բարձացել են ինձ համար սրբություն դարձած մարդիկ, հասկանում ես անուններ, ես էլ պետք է քայլեմ այդ աստիճաններով եւ բարձրանամ մինչեւ 4-րդ հարկ։ Բարձացա եւ Մերանգոլյաններ եւ անսամբլը նստած էր բոլորը պատվո վերաբերմունք ցուցաբերեցին Տիկին Արաքսիային, ոտքի կանգնեցին, վայ բարև Արաքսի Կարպովնա եւ այլն, հետո ինքը Մերանգոլյանն ասեց, իսկ այն երիտասարդն ուր է, ասեց Սիգե, հետո ինձ ցույց տվեց, այդ Սիգե ես էի։ Մերանգոլյանը հուսախապ եղավ, փոքր երեխա եմ, ասեց դե լավ որ Արաքսի Կարպովնան բերե մի բան պետք է անենք, մի քանի երաժիշտներ ասեց, մի տեսեք որ ինչ երգա երգում նվագակցեք, ասի այդտեղ էլ ես բավականին համարձակ եղա, որ կյանքում երբեք համարձակ չեմ եղել մինչև այսօր։ Ասեցի շնորհակալություն, ես ինքս ինձ կնվագակցեմ։ Իսկ ես ավարտել էի Սայաթ Նովայան երաժշտական դպրոցի իբրև դաշնակահար, ինձ համար դժվար չէր նվագել եւ ինքս ինձ նվագակցել եւ երգել։ Նստեցի, երգեցի, բոլորը իրար նայեցին, ասեց
ուրիշ երկել երկեցի, շատ հավանեցին բան եւ անմիջապես ուղարկեցին, որպեսզի գլխավոր խմբագիրը ներկա լինի, Բալյաններ, բավական չեմուչումերից հետո Արաքսյան գնաց, ասեց եկեք, ասեց, ախր զբաղված եմ, ոնց կամ շատ կարևոր գործ է, չէ, արի, Արաբ Արտեմիչնական չիմա, շատ եկավ, հետո բան արեցին, ինձ տեսավ, ինձ ճանաչեց, հետո ուրեմն Մերան Գուլյանն ասեց, ուշադիր լսիր, ուշադիր, այդքան է ես լսեցի, որ ասում է Բալյանին, ես երկեցի, եւ այդ օրվանից մնացի ռադիոյում արդեն 64 տարի։ Որքան հաճելի է։ Ոչ մի բան պատահական չի լինում այս կյանքում եւ ճակատագիրն է բերել հենց այս հանրային ռադիո ձեր խիզախությունը։ Եվ այս ստուդիայի հետ կապված ինչքան հուշեր ունեք դուք։ Գիտեք ինչ, այդ անսամբլը ինձ համար Հայաստանը ինչ լավ է, որ կոչվում է ռադիոն, ռադիոտուն։ Ինձ համար իմ տունն է, իմ գիտակցությունը, իմ ստեղծագործական գործունեության բացահայտումը, ինձ համար ռադիոն բոլորովին այլ գիտակցություն է, չէ որ իմ հարյուրավոր երգերի ձայնագրությունները պահվում են հենց այս շինության ֆոնդում, ձայնադարանում, այնպես որ, բայց չմոռանանք, որ անսամբլը տոկում է մինչև օրս ոչ թե գոյություն պահպանելու համար, շարունակում է այն բոլոր տրադիցիաները, որ ստեղծվել են այդքան երկար տարիների ընթացքում։ Եվ ես իմ շնորհակալությունն եմ հատուկ հայտնում ամբողջ անսամբլի կազմին, երաժշտական ստեղծագործական կազմին, եւ հատկապես Աշոտ Պետրոսյանին, որ հրաշալի դիրիժոր է եւ կարողանում է այսօր պահել անսամբլը այն աստիճանին, ինչ վաղուց արդեն հայտնի է եւ գիտակցության մեջ եւ վերաբերմունքի։ Անսամբլը պահում է բարձր նշած զողը, շարունակում է շնորհակալություն։ Շնորհակալ ենք, մենք էլ երջանիկ ենք, որ վայելում ենք ձեր ներկայությունը, Մայսր ջան։ Շնորհակալ ենք։ Շարունակենք, այո։ Շարունակենք, Հրանտ Մուրադյանն է կերկին միացել մեզ։ Հրանտ, ինչ ենք լսելու հիմա։ Ժողովրդական երգ Վասպուրականի Շարան։ Վայելենք։ Խնդրեմ։ Աստված սիրես մեկ օրով գիտուզիկ տա Աստված սիրես մեկ նորով գիտուզիկ տա Քանազերով քախորոդիկ դու վինես Քանազերով քախորոդիկ դու վինես Աշխարհ գիտի արար գիտի դու ինես Աշխարհ գիտի արար գիտի դու ինես Քանազերով քախորոդիկ դու ինես Քանազերով քախորոդիկ դու ինես Աշխարհ գիտի արար գիտի 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 դու ինես
զնգալ են մաքրուհի ջան մաքրուհի Կարվանի մեջ ջորի մկեր մաքրուհի ջան մաքրուհի Ջորու վրա սնդուկ մկեր մաքրուհի մաքրուհի Ջորու վրա սնդուկ մկեր մաքրուհի ջան մաքրուհի Չայի մեջ այլի մկեր մաքրուհի ջան մաքրուհի Այլու միջին աղջիկ մկեր մաքրուհի ջան մաքրուհի Աղջի ամուտ ինչ է մաքրուհի ջան մաքրուհի Գոպան ինչ է շունշան որդի մաքրուհի ջան մաքրուհի Կրկեր տիգրան ապալ տապալ խանիման ջան իման Կրկեր տիգրան ապալ տապալ խանիման ջան իման Հելավ ասավ չուն կաչպողան խանիման ջան իման Հելավ ասավ չուն կաչպողան խանիման ջան իման Բարի լույս կենք է որ կաղա խանիման ջան իման Աստու բարի տիգրան աղա խանիման ջան իման Կոարաբեն տասիս կյարա խանիման ջան իման Սիմարաբեն տասիս կյարա խանիման ջան իման Կոարաբեն տասիս կյարա խանիման ջան իման Սիմարաբեն տասիս կյարա խանիման ջան իման խանիման ջան իման Բրավո, շնորհակալություն։ Գործիքների անսամբլ, բրավո։ Շնորհակալություն, իսկապես այսօրը տարբերվում է, յուրատեսակ է եւ նաեւ տարբերվում են մեր ռադիոլսողների ջերմ արձագանքները։ Այո, մեզ շարունակում են գրել եւ հիմա մենք կանդրադառնանք գրառումներից մի քանիսին։ Հանրային ռադիոյի ամենատաքուկ անկյունում հյուսվում է ամենամաքրամաքուրը տաղանդաշատ հայերի կողմից իդեմս մեր լեգենդ Ռուբեն Մաթևոսյանի Վարդան Բադալյանի, Աշոտ Պետրոսյանի եւ Վաստակաշատ նվագախմբի Լուսինե եւ Տիգրան ջաններ ձեր գործը հայապահպան եւ անմահ է մաղթում են բոլորիդ այսօր եւ ամեն օր բարի օր գրում է Մամիկոն Անդրեասյանը։ Շնորհակալություն Մամիկոն, շարունակենք ընթերցել այստեղ Գրետա Մնացականյանը նաև մեր ժամանակի լավագույն երգիչ բրավո սիրելի Վարդան արձագանքել էր Վարդան Բադալյանի կատարմանը, շարունակենք Վարդուշ Մաթևոսյանն է գրում բարի լույս, ողջունում եմ բոլորիդ ու նաև ձեր ու մեր շատ սիրելի մայեստրոյի ու խմբի բոլոր մասնակիցներին այնքան հաճելի է օրը սկսել այսպիսի մաքրամաքուր ու զուտ հայկական երաժշտությամբ ու երգերով դե մերն ուրիշ է էլի տարբերվող գեղեցիկ սրտին մոտիկ ու հարազատ իսկապես մաքուր հայկականը լավ ու խաղաղ հանգստյան օրեր Հայաստան ու աշխարհի հայեր սրտիկներ այսպես Արամ Մկրչյանը շարունակում է գրել մեզ ինչքան դրական լիցքեր եմ ստանում հանրային ռադիոից շնորհակալ եմ շատ Եվ մեր մշտական ռադիոլսող Կարինե Մկրչյանն է գրում Շնորհակալություն ձեզ մեր քայլող ու երգող լեգենդ Ռուբեն Մաթևոսյան այս պահին վայելում ենք ձեր թող 64-ը դառնա 84 եւ բոլորս միասին նշենք այդ օրը դուք մեր ընտանիքի սիրված ու սպասված երգիչն եք առողջ ու անհոգ ապրեք երկար տարիներ մեր մշտական ու կնդիր Կարինե Մկրչյանն է գրում TikTok-ում էլ առողջություն են մաղթում մեր մայստրոին շատ հաճելի է բարի լույս բոլորիդ եւ նմանատիպ գրառումներ Աստված պահի բոլորիդ գրում է Ես չեմ տեսնում իհարկե իմ մեկնաբանությունները, բայց ոչինչ, դրանք հետո կընթերցենք, շնորհակալ ենք։ Եվս մեկ անգամ անդրադառնանք 2026 հոբելյանական տարվան, հիշեցնենք հանրային ռադիոն նշելու է իր 100-ամյակը, Արամ Մերանգոլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր կոլեկտիվը եւս նշելու է իր 100-ամյակը, նաև Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակն եք նշելու եւ մենք ինչպես եւ խոստացել էինք ունենալու ենք բազմաթիվ նախագծեր, համերգային ծրագրեր ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում եւ խնդրենք մայստրոին մի փոքր բացել փակագծերը գնալու ենք մարզեր նշելու 100-ամյակը։ Այնպիսի տեղեր, որտեղ քիչ են համերգներ տեղի ունենում, հատուկ են ընտրել։ Մարզեր, այո։ Երբ ինձ պարզ դարձավ, որ մենք պետք է անպայման լինենք նաև մարզերում, գերագույն հաճույք զգացի այդ լուրից ինչու, որովհետև մեր ամբողջ կյանքում եղել է ոչ միայն ռադիոյի
աշխատավորությանը հայ ժողովրդին, երաժշտասեր հայ ժողովրդին, հայ ժողովրդական երգը գնահատողներին, նաև մարզերում, քաղաքներում Հայաստանի, ոչ միայն Երևանում։ Ահա թե ինչու ես շատ ուրախ եմ, որ մյուս տարի լրանում է թե ռադիոյի եւ թե անսամբլի հիմնադրման 100 տարին եւ այդ դարակազմիկ Հոբելյանի արթիվ բնականաբար առաջինը հենց մեր անսամբլը պետք է լինի բոլոր մարզերում։ 2026-ին մենք նշելու ենք մեր 100-ամյակը։ Գալու ենք ձեզ հյուր, ձեր քաղաքներ, ձեր Ձեր տուն մարզեր։ ենք գալու։ Այնպես որ պատրաստվեք։ Մանրամասները իհարկե առաջիկայում մենք Այո, դեռ կներկայացնենք։ չենք ասի թե որ Դեռ չենք հատվածներ ենք այցելելու, սա եւս շատ կարեւոր է, բացի նրանից, որ Հայաստանի Հանրային ռադիոյի 100-ամյակն է, նաեւ բնականաբար մեր շատ սիրելի վաղուց արդեն հարազատ եւ ընկեր անսամբլի 100-ամյակն է, Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակն ենք նշելու, շատ համերգաշատ է լինելու 2026-ը։ Այնպես ու շատ ավելիքներ ունենք եւ եթերում եւ եթերից դուրս բեմահարթակներում, ոչ միայն Երևանում, այլև մարզերում, այնպես որ սպասեք, մենք գալու ենք ձեզ մոտ եւ ձեզ տոնական տրամադրություն պարգևենք։ Երաժշտական առավոտի ուղիղ եթերին միացել է սիրված երաժիշտ դուդուկահար Արսեն Գրիգորյանը, բարի լույս Արսեն։ Եվս մեկ հայտնի անուն անսամբլի։ Համեստագույն մարդ, ում տեսնում ես մշտապես ժպտում է, հարգալից ողջունում է, դա այնքան կարևոր է, երբ մարդը համեստ իր գործն է անում է շատ լավ, շատերից լավ ու պրոֆեսիոնալ։ Եվ տասնամյակներ շարունակ։ Եվ մշտապես Ինչ եք լսելու հիմա։ մեր կողքին։ Այո։ Այսօր նվագելու եմ Վաչե Հովսեփյանի Երանիթե երգը։ Խնդրեմ, վայելենք կենթանի նվագակցությամբ։ Մենք կրկին ծափարում ենք Արսեն Գրիգորյանին։ Շնորհակալություն ենք հայտնում, շնորհակալություն։
Եվ իհարկե շարունակում ենք մեր ուղիղ եթերը, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք մենք Ես այսօր մի հիշեցնենք։ քիչ խառնեմ, ոչինչ։ Այո, Արամ Մերանգոլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը շարունակում է մնալ մեր մեծ տաղավարում եւ շարունակում ենք զրուցել մայստրո Ռուբեն Մաթևոսյանի հետ, ինչպես արդեն նշեցինք, հաջորդ տարի նշելու ենք նաեւ Խաչատուր Մենք շատ Ավետիսյանի հոբելյաններ այո, ունենք հարյուրամյակը միջայլոց, եւ օգտվելով առիթից ես պետք է խնդրեմ, որպեսզի մայստրոն մեզ հետ կիսվի հուշերով վերաբերող Խաչատուր Ավետիսյանի հետ իրենց ընկերությունից։ Մայստրո, ինչ կհիշեք։ Ընտրեմ։ Գիտեք, Խաչատուր Ավետիսյանն իբրև կոմպոզիտոր տարբերվում է շատ-շատերից, որովհետև ունի ուրույն ստեղծագործական ոճ եւ երբեք չես կարող շփոթել որևէ մեկի հետ։ Այո։ Ասեմ, որ նա շատ մտերիմ էր Հովհաննես Բադալյանի հետ։ Նրանք այնքան մտերիմ էին, որ թվում էր, թե ոչ թե թվում էր, այլ իսկապես եղբայրներ էին, հարազատ եղբայրներ։ Եվ պատահական չէր, որ ստեղծագործությունների գերակշռող մասը նախ հնչում էր Բադալյանի, ապա կրկնող երգիչների կողմից։ Գիտեք, դպրոց էր ստեղծվել եւ կարծում էի, որ Բադալյանը հենց երգի, այսինքն պետք է երգի Խաչատուր Ավետիսյանը երկերը, հազարավոր երկեր է երկել։ Խաչիկը եթե երգ ա գրել, ուրեմն պետք է անպայման առաջինը կատարի Հովհաննես Բադալյանը։ Այնքան օրգանական էր նրանց ընկերությունը, բարեկամությունը, որ երբեք չէիր կարող շփոթել եւ ասել, որ նրանք պարզապես միայն ընկերներ էին։ Միայն ընկերներ չէին, եղբայրներ էին։ Բայց հնչեց նրա ստեղծագործությունները նաեւ Վարդուհի Խաչատրյանի կատարմամբ Տավիղը, Մախմուր աղջիկ։ Հետո հնչեց Օֆելիա Համբարձումյանի կատարմամբ։ Բայց զուգահեռ Հովհաննես Բադալյանին շատ երկած երկերի Խաչիկը երկեր գրեց նաև իմ կատարման համար։ Իդեպ նա երգ չէր գրում, որ ով ցանկանա երկինա, տվյալ երգչի հնարավորությունների սահմանում ստեղծում էր երգը եւ հանձնարարում էր նրան։ Եվ ինքը պարապելով յուրաքանչյուր երգչի հետ, որպեսզի երգիչը ճիշտ հասկանա իր կարևորությունը երգի եւ ճիշտ մեկնաբանի, որովհետեւ նա շատ մեղմ էր, շատ նուրբ երաժիշտ էր Խաչիկը, բայց երևի թե Հովիկի նման բացառությունը եղա նաև ես, որովհետև երբեք ինձ չասեց, որ այսենց պիտի երգես, որ պարտիտուրայի վրա էլ գրում էր, հետո ինձ էր ասում Ռուբիկ ջան, ոնց որ զգում ես այդպես երգի, այսինքն ինձ հետ չէր անցնում երգը, ես ընթերցելով կարողանում էի ճիշտ արտահայտել այն զգացողությունները, որ ինքը վերապրել էր, այսինքն ստեղծել էր, զգացել էր ստեղծագործությունը կերտելիս եւ նույնիսկ այն տարիներին, երբ նա մեր անսամբլում աշխատում էր իբրև դիրիժոր, նա երբեք ինձ չպարտադրեց որևէ ստեղծագործություն իր երգեմ այնպես ինչպես ինքն է ցանկանում, ինչպես զգում ես այդպես երգի։ Կարծում եմ ես ճիշտ էր, ոչ էլ Հովիկին, երբեք չի ասել Հովիկ սենց պիտի երգես, ոչ։ Հովիկը զգում էր ճիշտ եւ մեկնաբանում էր ճիշտ, էլ ինչ հարկ կա հետը պարապել, իսկ մյուսների հետ պարտադիր պետք է նա անցներ ստեղծագործությունը։ Դա մեր բարեկամությունն էր։ Հրաշալի է։ Իդեպ 2026 թվականը Հոբելյանը շատ է լինի 25-ը։ Հարկ է նշել, որ հայ երգի թագուհու Օֆելիա Համբարձումյանի հարյուրամյակն է։ Խառնեմ ես։ Այո։ Մեր սիրված մեծանուն երգչու ծննդյան այո հարյուրամյակն եք նշելու։ Դե Խաչատուր Ավետիսյանի հարյուրամյակի մասին նշեցինք, նաև Վաչե Հովսեփյանի հարյուրամյակն եք նշելու։ Դե Հանրային ռադիոյի հարյուրամյակն եք նշելու եւ Արամ Մերանգոլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի հարյուրամյակն եք նշելու։ Հոբելյանա շատ է 2026-ը։ Բայց մենք տակավին երիտասարդներս հարյուրամյակներ ենք նշելու, այո, այդպես է ստացվում, որովհետեւ հոգին տարիք չունի։ Ժամանակը շատ արագ է անցնում եւ այս պահին անսամբլի հետ իր խոսափողի մոտ իր տեղն է զբաղեցել Տիրուհի Մելիքսեթյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչ ենք լսելու։ Ինչ ենք լսելու։ Վաչե Հովսեփյանի Հայաստանի աղջիկներ երգը կլսենք։ Ահա, Վաչե Հովսեփյանի հարյուրամյակն եք նշելու, չմոռանանք։
Կրկին ծափարություններ մեր եթերում։ Շնորհակալություն ենք հայտնում։ Տիրուհի Մելիքսեցյաններ, շնորհակալ ենք։ Եվ ամենակարևորը, որ սերնդեսերունդ փոխանցվում են այս երգերը եւ կրկին հիանալի մատուցվում։ Շնորհակալություն ենք, որովհետեւ այստեղ on-line հարթակում գրում են դե մեր հին երգերն ուրիշ են, էլի։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ երգերը ճիշտ մատուցվեն եւ դրա համար շնորհակալ ենք նաեւ այս սերնդին, որ հիանալի կարողանում է իր յուրատեսակ մատուցման փոխանցել նաեւ երգը։ Շնորհակալություն։ Մեզ շարունակում են գրել Facebook-յան հարթակում, մեր լայվի տակ Գրիգոր Գասպարյանն է գրում. Զարթնիր լաո երգի տողերը ամբողջ կյանքում ուղեկցել են ինձ, հիմա էլ Ռուբեն Մաթևոսյանի ձայնն է էլի գրկումս, խնդրում եմ հնչեցրեք այդ երգը։ Ծրագիրը նախապես արդեն պլանավորված է մեզ մոտ։ Ահա։ Կարինե Արաքելյանն է գրում. տարիներ առաջ, երբ հեռուստացույցով ելույթ էր ունենում դեռ երիտասարդ Ռուբեն Մաթևոսյանը, լուսահոգի պապիկս նրա ելույթը լսելուց հետո ասում էր. ես ունեմ 3 երեխա, Աշոտ, Ռոբերտ եւ Ռուբիկ։ Եվ այսպես ստացվում է նաեւ այդ տարբերակը Սուսաննա Սահակյանը ծափեր է ուղարկում, Սմբատ Շուշանյանն ասում է բարի լույս, շնորհակալություն այս լավ առավոտվա համար եւ հպարտ եմ, որ իմ աղջիկը այդ խմբի մի մասնիկն է։ Արա Մկրտչյանն ասում է ժողովուրդ ջան, օրինակ կարող եք ասել Հմեծն մայստրոյի որ երգն է ավելի լավը։ Հավատացեք, ես չգիտեմ որն է լավը։ Բոլորն անկրկնելի են, մանավանդ մայստրոյի կատարմամբ։ Երկար տարիների կյանք Հմեծն մայստրո ձեզ։ Դուք պատասխանեցիք, այո, անհնար է ասել, թե որ երգն է։ Մեկը մեկից լավն է։ Այստեղ ռադիո լսողը ասում է, որ կատարումն է ձեր երգերի կատարումներից ամենալավ ու չի կարողանում կողմնորոշվել։ Բնականաբար, որքան հաճելի է, որ մայստրոն դիմում է մտերմիկ, խաչիկ, հովիկ, այո, մայստրոն անմիջական մարդ է, մայստրոն ուրիշ է, էլի։ Մեծություն է մայստրոն։ Հովանես Ուրումյանն է գրում, մեծարել Հովանես Բադալյանին նշանակում է նորովի վերապրել հայ ոգու անմոռաց դրվագները, քանի նա իր կյանքով ու երգով երկրապահ վեստագետի օրինակ է սերունդների համար։ Դժվար է այսօր Հայաստանը խորհրդանշող այլ երգ գտնել, քան Եսիմանուշ Հայաստանի Հովանես Բադալյանի կատարմամբ։ Խոնարհաբար շնորհակալություն այս շատ սպասված երգի հանդեսը կազմակերպողներին։ Եվ այստեղ մեր մշտական ռադիոլսող Սետա Ղուշյանն է գրում բարի լույս լեգենդար համույթ կենթանի լեգենդի ներկայությամբ։ Խոնարհվելը քիչ է, խնկարկելը հարկավոր։ Երբ երգում են մուսաները, թնդանոթները լռում են։ Միշտ երգեք, հավերժ երգեք։ Շնորհակալություն հանրային ռադիոյին, որ նման կիրթ երգիչ երգչուհիների է ընդգրկում ժողովրդական անսամբլում, գրում է Թամարա Դավթյանը։ Եվ հավելում Տիրուհի ջան, ձայնը տանսպառ քեծմեց բեմեր, սա էլ ձեզ։
Եվ այսպես կարող ենք երկար կարդալ, Երկար բայց ունենք քիչ ժամանակ, անսամբլը Այո. տեղում է եւ կրկին մեզ է միացել Հրանտ Մուրադյանը, հիմա Ինչ ենք լսելու։ Լսելու ենք Վաչե Հովսեփյան վերադարձիր։ Հիշեցնենք եւս մեկ անգամ, որ 2025-ին նաեւ Վաչե Հովսեփյանի Նշելու ենք հարյուրամյակն եք նշելու։ Վաչե Հովսեփյանի, հա, Այո, հրամյակը։ Երբ կհոգնես, կկասազես աշխարից, դարձիր ինձ մոտ, վերադարձիր դու նորից, ցավացիր տես, միայն քեզնով է Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, օտար մարդիկ քեզ իրաբար ողջույն տան, գուցե ես լամ բախտիդ համարի Սակայն դարձիր, վերադարձիր դու նորից, գուցե ես լավ բախտիդ համարի մանգի, սակայն դարձիր, վերադարձիր Բախտիդ համարի մանգի, սակայն դարձիր, վերադարձիր դու նորից, գուցե ես լավ բախտիդ համարի Սակայն դարձիր, վերադարձիր դու կրկին
բրավո։ Շնորհակալ ենք։ Մենք ունենք հաշված րոպեներ։ Այո, մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Այո, եւ կրկին մեր հարց ուղղելու ենք մայստրոյին, ինչ ակնկալիքներ ունի մեր մայստրոն 2026-ից իր համար հոբելյանական տարուց։ Այո, 2026 թվականը ես հաստատ գիտեմ հայ ժողովրդի վերելքի տարին է։ Ես շատ ուրախ եմ, որ պետք է դիմավորեմ նոր 2026 թվականը, որտեղ ակնկալիքներ շատ ունեմ 26 թվականին։ Առաջինը խաղաղություն, երկրորդը կապույտ երկինք, միշտ արևոտ, որ միշտ ճպտա հայ ժողովուրդը եւ երջանկանա եւ հպարտանա։ Ես ակնկալիքներ շատ ունեմ, ախր 26 թվականին լրանում է թե իմ հարազատ ռադիոյի 100 տարին, թե այն անսամբլը, որտեղ ծնվել եմ եւ մինչեւ օրս աշխատում եմ, Եվ թե ձեր 85-ամյակը հոբելյանական տարիներ են մեզ համար եւ հոգու ճիճկա մեջս կուտակված, որ անպայման պետք է պորտկա, իսկ այդ պորտկալը պետք է տեղի ունենա 26 թվականին, ախր ես էլ դառնում եմ 85, բայց ես իմ տարիքը թողնում եմ մի կողմ, որովհետեւ կարևորում եմ անսամբլի հոբելյանը Եվ կարևորում եմ ռադիոյի հոբելյանը։ Մենք միասին կնշենք մայստրո ջան ձեր 85-ամյակը։ Շնորհակալ եմ Բազուր ջան։ Քանի որ ունենք շատ քիչ ժամանակ։ Այո, դեռ հրաժեշտ չենք տալիս եւ վայելենք։ Տիրուհի Մելիքսեթյանի կատարմամբ եւս մեկ ստեղծագործություն ինչ ենք լսելու։ Էդվարդ Բաղդասարյանի Աղջկա երգը։ Եվ ֆինալային ծափահարությունները այսօրվա։ Ֆինալային ծափահարություններ էին։ Եվ այստեղ է գալիս արդեն նաև Հրանտը։ Մինչ Հրանտը կմիանա, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր հրաշք
վաստակավոր անսամբլին հանրային ռադիոյի զարդը համարվող Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին, Աշոտ Պետրոսյանին, մայստրո Ռուբեն Մաթևոսյանին, բոլոր մենակատարներին, ովքեր այս առավոտը եկան ջերմացնելու մեր ռադիոլսողների հոգիներն ու սրտերը։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Եվ իհարկե շնորհակալ ենք մեր ռադիոլսողներին, որոնք մշտապես շռայլում են ջերմ խոսքեր եւ մեզ հետ են ու փորձում են նաև իրենց հիացմունքներով ու հուզմունքներով կիսվել մեզ հետ։ Երաժշտական առավոտը ուղիղ եթերում ինչպես միշտ ներկայացրեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Եվ վերջին կատարումը կհանդիպենք։ Սիրտս խոցեմ արյունական վերքերը մեր էլի ես ով ու արնավար իմ Հայաստան յարն եմ սիրում Աշխարանցիր Արարատի նման ջերմագագ չկա ինչպես անհաս արքի ջամփա ես իմ մասից ծառեմ սիրում ես իմ մասից ծառեմ սիրում Աշխարանցիր Արարատի նման ջերմագագ չկա ինչպես անհաս արքի ջամփա ես իմ մասից սառնեմ սիրում ինչպես անհաս
Հարքի ճամփա ես իմ մասիս սառնեմ սիր